Երեք 4-5 հոգի հարկային ցեկել լցվել են, բոլորին տերորի են ենթարկում, բառից բուն իմաստով։ Ես ամիսը կվերջանա, չեկերը կտանեմ, կհանձնեմ հաշվապահություն, այնտեղ մարդիկ կտենան ինչքան առևտուր եմ արել, դրա 2%-ը որպես հարկ կմուծեմ պետությանը։ Ես սոցիալական հարկը վճարում եմ, թոշակառուների ֆոնդի 5000-ը վճարում եմ, տեղի փողը վճարում ենք, ամեն ինչը վճարում ենք, դրանից ավելի ինչ։ Իրանք զորով եկան այդ 50,000-ները մեզանից գանձեցին։ Ես չեմ վճարել։ 50,000 ասեցին դուք պետք է առևտրի թույլատվության հարկ թաղապետարանի վճարեք։ Ինչ հարկ է դա, ով է այդ մոգոն է այդ հարկը, օրենքը չկա։ Քաղաքապետարանն է ուզում 50,000, 100,000 դու գանվել ենք, արդեն վճարել ենք։ Շատ ժամանակ տեղի վարձը վճարում ենք, պարտ կանելով։ Գույքագր նշանակում է նա այսօր ֆիքսում է իմ ունեցած, իմ սեփականությունը։ Էկոց ինքը եթե ես այսօր ի վիճակի չեմ արդեն աշխատելու, հավաքել եմ իմ ոսկեղենը գնամ, չէ՞։ Ինքը ինձ ասել է 1 միլիոն դու մնացորդ ունեիր։ Դրա տոկոսը 20% բեր, մուծի նոր ես քո 21% բեր, մուծի նոր ես ստորագրեմ քո անհատ ձեռներեցի, ասենք թե լուծարումը։ Հանրապետության նախագահը նախկին եւ ներկա ունեն միլիարդանոց ունեցվածքներ։ Եկեք սկզբից նրանց ունեցվածքը մի հատ գույքագրենք, հետո մերը։ Մենք ունենք ամեն մեկս 5 կամ 10,000 դոլար, որը մեր քրդինքով ենք վաստակել։ Իսկ 10 տարվա ընթացքում մի հանրապետության նախագահ, որ ամբողջ 10 տարին հանրապետությունը պահել է 7 միլիարդ դոլարով, ունի չգիտեմ քանի միլիարդ դոլարի ունեցած, որտեղից մենք ենք հարցնում հիմա, ոչ թե մեզ հարցրեք, մենք ենք հարցնում, որտեղից։ Հարկայինը կարա քեզ գա, համուզի ասի ապեր դոլարը վեկալ արա դե ուրիշն եմ, ու հանից ուստացես հարկայինը աշխատող քեզին բռնի 2 միլիոն տու գանի, մեկ էլ այդ հարկայինի վրա ինչ ույս դնենք։ Ինքն ասում ես ինչքան ուզեմ, ինքան պիտի տանեմ, դե այդքան պետք է ուզես։ Ես պարզապես չեմ տալիս, այսպես կհելնենք դուս չենք աշխատի, թող հələ տենանք 5,000 մարդ աստեղ աշխատում, 5,000 մարդ հետևից կա 50,000, 100,000 մարդ, որ այս 5,000-ը պահում է։ Դե այդքան մարդին իրանք կարան պահեն։ Սրանք չգիտես ինչ են ուզում, վերջապես ինչ են ուզում, Տիգրան Սարգսյան, վարչապետ Տիգրան Սարգսյանը գրպանն ապակաս է, նախագահային ապակաս, բյուջեն ապակաս է, բայց ժողովուրդը մեղքը չի ցավը տալու։ Բամը ինչի մենք չենք կարող, մի հատ ավտո առնենք կամ մեր երեխուն այսօր մի հատ կոշիկ առնենք, ասում եմ եթե գրանցված ապրանքը կոտրում ես, տանես երեխուդ կոշիկ առնես, 11% պետք է գանձվես, ինչ համար։ Մի րոպե ստեղ եք հավաքում, սաղը ստեղ եք Կողոշերը վեր արդեն այսպես կամասկրով բայց փողոցի վրա են մնաց։ Հեսա անում ենք, մաքրում ենք, դե ուժեր չունենք, ուժեր ենք վերում։ Չէ, ուժերը վերեք ինչ արեք, ոչ մի բան աման, ասեցքան կարգի անում։ Հա, էլ որ տապել մոպել մի քիչ բան անել, ժողովրդին, հա։ Ինձանից բարձր, որը մեկը չի։ Ձեզանից բարձր է։ Կառավարության վարչության պետից բարձր, ձեզ ոչ մեկ չի։ Մենք ուզում ենք կառավարության վարչապետը։ Ահա, ո՞ւր է վարչապետը։ Ինչի։ Որի՞վ է։ Պետրության մեջ չի մտնում։ Վրաստանը մենակ ուղարկա։ Մի րոպե անգամ ավելի հեռու քեզ ուղարկա։ Դե ուղարկա։ Հարկային է, կոմիտաս մեկ, հարկային բաժին, ասմա պետի բերիս 100,000-ը մոծես, ասում եմ ինչի հիմար։ Ասմա գգամ կբրնեմ։ Չմոծես կգամ կբրնեմ, հələ չի բրնե, ասմա 100,000-ը բեր տուր, թե չէ կգամ կբրնեմ։ Վարչապետի տարածքային աշխատակազմի ղեկավարի մոտ Դավիթ Սարգսյանի մոտ։ Աշխատակազմի ղեկավարի մոտ ասեց ընդունեց Ձեր պահանջները, իհարկե ձեր պահանջները ներկայացրել ենք իրանց։
Ինքը լրիվ իր մոտ գրեց, ասել եմ ամենայն մանրամասորեն բացատրել ենք, որ մտնում են, իրանց լավ չեն պահում, մարդկանց նեղացնում են։ Ես ձեր պահանջներն եմ ներկայացրել, որ դուք ուզել եք, որ հաստատագրված գումար լինի, ինչ որ որոշակի գումար տան, հարկերը մուծեն, իրանք մեզ չանհանգստացնեն։ Այդ սր լրիվ ասել է։ Ինքն ասել է, ես կկանչեմ ֆինանսների նախարարին, այս էկոնոմիկայի նախարարին, հետո այս հարկայինի նախարարին, սաղ հետ կզրուցենք, ձեզ պատասխան կտանք։ Մենք իրանց խնդրեցինք, որ իրանք մեր շուտապույտ պատասխան տան, որ մենք մեր քայլերն իմանանք։